Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող 3 հոգու՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան Նարեկ Ղուկասյանին, մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին և Գյումրիի Կոմկուս խմբակցության արդեն նախկին անդամ Տիգրան Ավագյանին կալանքից ազատելու որոշումները, թե ինչու համաձայն չեն վերաքննիչի որոշման հետ, գլխավոր դատախազությունից այսօր չհաջողվեց պարզել։ Անչափահաս Նարեկ Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանն ու Տիգրան Ավագյանը երեկուշ երեկոյան դուրս եկան Արթիկի բանտից։ Վերաքննիչ դատարանն էր բավարարել փաստաբանների բողոքը վերացրել, կալանքն ու նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրել, զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը։ Իսկ վարույթը նախաձեռնվեց հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանները փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, դրսում ոստիկանների ու նրա կողմնակիցների միջև բախում եղավ։ Փաստաբաններն ահազանգում են, որ նրանց մեծ մասը կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ընդ որում Ռուբեն Մխիթարյանի փաստաբանը նաև տեսանյութերը վկայակոչելով հայտարարում էր, որ իր պաշտպանյալը տեղում բացառապես փորձել է փաստաբանի իր գործառույթներն իրականացնել։ Բացառապես որևիցե փաստական տվյալ վստահորեն կարող եմ նշել 0 ապացույցի տվյալներում կալանավորվեց մեր գործընկեր փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Ավելին, օրեր շարունակ Ռուբեն Մխիթարյանին վերաբերելի այ տեսագրություններ էին սոցիալական կայքերում շրջանառվում, որտեղ պատկերված էին Ռուբենի գործողությունները։ Ակնհայտ տեսանելի էր, որոնք բացառապես հանդարտեցնող և կանխարգելող բնույթի էին և բացառապես որևէ հանցավոր տարրեր իրենց մեջ չէին պարունակում, այլ արտահայտում էին ակնհայտ փաստաբանական մասնագիտական գործունեությունից բխող արարքներ։ Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացնում է, որ վաղը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննելու է իրենց հատուկ վերանայման բողոքը կապված Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հետ։ Նրա պահանջն է ազատել կալանքից և ես այս դատարանին և նաև պարոն Ղուկասյանը ներկայացրել ենք բացատրություններ 21 էջից բաղկացած, այդ թվում նաև ապացույցներ կապված կալանքի պայմանների և պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ։ Կաշառքի մեղադրանքով արդեն 1 ամիս բանտում գտնվող Ղուկասյանը 3 հակակոռուպցիոն դատարանում էր, նա արդեն մի քանի տարի է մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման մեղադրանքով։ Ամբաստանյալի աթոռին են նաև որդին ու եղբայրը։ Դատարան էին եկել նաև Ղուկասյանի աջակիցները։ Վարդան Ղուկասյանը որդու Սպարտակի կողքին էր նստած, դահլիճում հայացքով փնտրում էր, թե ովքեր են եկել, հիշեց անգամ Բրեժնևին։ Բրեժնևն եկավ գնաց, Սադամ Հուսեյնը գնաց, ինձ որ անցողի կյանք մնում է մի բաճ, այն վերև։ Այս դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է, կասեցված լիազորություններով Գյումրիի քաղաքապետը կտրականապես հերքում է իրեն վերագրվող կոռուպցիոն մեղադրանքը, թեև քննչականը հակառակը, հայտարարում է, որ հիմնավոր ապացույցներ ունի։ Մարտին քաղաքապետի պաշտոնում ընտրված Ղուկասյանը աջակիցներին հորդորեց չկոտրվել։ Ես հավեր իրարեց պայտայեղեք մինչև մենք կոդրող ենք, չենք կոդրվում, պապագար,